Ողջույն, Ռեալ Պոլիտիկն է եթերում եւ այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանին։ Բարև ձեզ, պարոն Մանուչարյան։ Ներքաղաքական ըստիս ամենատակ թեման շարունակում է մնալ Մեդիամաքսին տված Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը։ Ինչպես եք գնահատում ինքնին փաստը, որ Ռոբերտ Քոչարյանը հանդես է գալիս հարցազրույցով, բավական իդեպ պարկեշտ հարցազրույցով, ի տարբերություն իր նախորդ բոլոր ելույթների, հրապարակային, որ նա ունեցել է իր պաշտոնաթողության ընթացքում, եւ նաեւ հասցեատերը իշխանությունն էր ավելի շատ այդ հարցազրույցում այսպես հիմնական գրողը այն ուղերձների, որ Ռոբերտ Քոչարյանն էր հղում, թե այնուամենայնիվ ընդդիմությունը եւ կամ միջազգային հանրությունը։ Դուք օգտագործեցիք տաք թեմա բարակապակցությունը, տաք թեման այսօր Հայաստանում, որ սրընթաց գործընթացներ են տեղի ունենում, որոնք փոխում են մեր անկյանքը, որը թվում էր հավերժ։ Այն ինչ որ անվանել ենք տարբեր ձևերով, ասենք թե գիշատիչ արժեքների աշխարհ, թե ինչպես գիշատիչ մարդու աշխարհ, ավազակապետություն, ինչ բարակապակցություն ուզում եք, կարող եք ընտրել, ուրեմն այդ աշխարհը ավարտվում է Հայաստանում։ Եվ թիվ 1 ամենատակ թեման, թիվ 1 նորությունը սա է։ Իսկ դրսևորումները տարբեր են, այդ թվում նաև ձեր ուրեմն ասած ելույթը ընդամենը դրա արտահայտություններից մեկն է։ Վաղը միսօր մենք շատ ավելի այսպես շատ եւ անսպասելի ելույթներ, բացահայտումներ, քայլեր կտեսնենք, որը շատ անսովոր կլինի մեզ համար, բայց շատ արագ կսովորենք դրանց։ Այսինքն այդ աշխարհը պետք է վերջանա եւ նրա բոլոր այդ էլեմենտները այսպես թե այնպես վերանալուց առաջ, ուրեմն գոյությունը դադարեցնելուց առաջ այս կամ այն դրսևորումները թույլ են տալի։ Նրանք մինչ այսօր իրենց զգում են այս աշխարհի այսպես հիմնակարերը, շատ ծանրակշիռ մի բաներ, այսպես սյուներ, որոնք պետք է հավերժ լինեն, այսինքն մինչև այս վերջերս էին այդպես զգում։ Դեռևս 1-2 ամիս առաջ երևի թե մենք ձեզ հետ չկարողանայինք խոսել այդ թիվ 1 նորության մասին։ Այսօր իրավիճակը այդպիսին է։ Ինչ վերաբերում է նրան, թե այս կամ այն ուրեմն գործ չի, տվյալ դեպքում Քոչարյանի, դիմումը ում է ուղղված, ասեմ, որ ցավալիորեն մեզ մոտ այս գործընթացը առաջին հերթին տնօրինում է արտաքին աշխարհը եւ հետեւաբար բոլորի քայլերը ուղղված են առաջի հերթին արտաքին աշխարհի սպասարկմանը։ Լավ, իսկ եթե արտաքինից իջնենք ավելի այսպես տեղային նշանակության, չեք կարծում, որ մարտի 1-ի գործի շրջանակներում նրա հիմնական այսպես բացահայտումները կամ ինչպես ընդդիմությունն է ուրեմն որակում նրա ցուցմունքը ուղղված էր ավելի շատ։ Այսպես է, ասացի, որ գործընթացները մեզ չհաջողվեց անել այնպես, որ տնօրինենք հիմնականում մենք։ Այսօր Հայաստանի գործընթացների հիմնական տնօրենը արտաքին աշխարհն է եւ առաջի հերթին Արևմուտքը, Միացյալ Նահանգները։ Եվ այսպես թե այնպես, թե խնդրանք, թե սպառնալիք, թե բացահայտում, թե ինֆորմացիա եւ այլը, ուղղված է առաջին հերթին այդ տնօրինով։ Եվ այստեղ նաեւ մարտի 1-ը կարող է օգտագործվել որպես գործիք։ Արդեն օգտագործվել է։ Հասկանում եք, ես որ ասում եմ, թե այդ գործընթացները գնում են, մարտի 1-ը արդեն այդ արտաքին աշխարհի կողմից ես համարում եմ, որ անկասկած համաժողովրդական շարժումը, ժողովրդի պայքարը եւ այլը բերեց նրան, որ ստեղծվեց մի իրավիճակ, որ այս ամենը դարձավ թե հնարավորություն, թե հրամայական արտաքին ուժերի համար։ Բայց այսպես էր, որ ժողովրդի վերելքը, ուրեմն մեր ինքնակազմակերպման, ինքնակառավարման աստիճանը այնպիսին չի, որ մենք ինքներս տնօրինենք։ Ուղղակի այդ բարձրացրած ուրեմն ալիքից օգտվում է արտաքին աշխարհը եւ տեսնելով, որ արդեն երկիրը չի մնալու այն հին վիճակում, փորձում է միջնորդ ձևավորվելով, ուրեմն ինքը տնօրինի այդ մասը։ Եվ ամենաարդյունավետ քայլը այս տեսակետից, ամենաարդյունավետ քայլերից մեկը անկասկած մարտի 1-ի գործի վերաբացումն էր։ Սրանով թիրախ դարձավ ամբողջ այդ համակարգը, մի էլեմենտ չի մնացել ուրեմն այդ թիրախ լինելուց դուրս, այնպես որ եթե այդ էլեմենտները
վաղը մյուս օր սկսեն նոր անձնական բացահայտումներ, թերթերում սկսենք բաներ կարդալ, քայլեր կատարվեն, մեկը կալանավորվի, մյուսը ուրեմն հայտնվի ինչ որ արևմտյան մամուլի էջերում եւ այլ, այս ամենը հնարավոր է այսօր։ Լավ, ես ձեր միտքը ուղղակի շարունակեմ, դուք ասում եք, որ փաստորեն Միացյալ Նահանգներն է առավել այստեղ ներքաղաքական այս ամբողջ խմորումների հիմնական դերակատարը եւ ազդեցությունը մեծապես հենց Միացյալ Նահանգներինն է։ Հայաստանը քաղաքականապես, քաղաքական եւ տնտեսական իր ամբողջ կապերով ավելի կապված է Հյուսիսին, Մոսկվային։ Ռուսաստանի ներգրավվածությունը այս ներքաղաքական process-ներին եւ արդյոք Ռուսաստանը հանձնել է այդ ներքաղաքական process-ների վրա ազդելու հիմնական դերը Միացյալ Նահանգներին, որքանով է այստեղ այս երկու բևեռների, երկու կողմերի քայլերը համաձայնեցված։ Գիտեք, Ռուսաստանը տարիներ առաջ կատարել է կոպիտ սխալ, մեկը սեփական ընտրության մեջ իր զարգացման ուղին ընտրելով, նա վերցրել է արևմտյան մոդելը, այսինքն շահ հետապնդող մարդու մոդելը, նյութապաշտ աշխարհի մոդելը։ Նյութապաշտ աշխարհի մոդելը Ռուսաստանում չի աշխատում։ Ռուսաստանը այդ աշխարհում անդադար պարտված է։ Եվ ասելով իրենց իսկ բառերով, թե իրենց ինչ տեղ է հատկացված այդ աշխարհում, կար այսպիսի մի հայտնի ռուսական ֆիլմ, խորհրդային ֆիլմ Գարնան 17 ակնթարթը, այնտեղի հերոսը Շտիրլիցը միշտ վախենում է մի բանից, որ հանգած չհայտնվի, ռուսերեն արտասանում է այսպես, ռոլ բալվանը в польском преферансе։ Լեհական պրեֆերանսում բալվանը ես չգիտեմ ինչ թարգմանել, դմբոն, թե ով եւ այլը, այդ կարգավիճակում չլինի։ Մինչդեռ Ռուսաստանը այս տարիների ընթացքում անդադար այդ վիճակում է։ Թվում է ամեն ինչը նրա ձեռքն է եւ այլը, հիմնական գործիքները կացինն են եւ ինչ որ մեծ մի այդպես փայտ հիշեցնող մի բաներ, որոնցով նա փորձում է աշխատել, ավելով հարձակվում է բան, բայց ինչ հետևանքների է սա բերել։ Հայաստանի ներսում էլ նա փորձել է անդադար կապվել նյութապաշտ համակարգերի հետ։ Արդյունքում ինչ խայտարակություն կատարվում է Հայաստանում, նույնացվում է Ռուսաստանի հետ, որովհետեւ նա կարծես թե գործում է այդ բանով եւ այսօր էլ ուրեմն դուրս չի մնում այդ բանից։ Իսկ ամենասարսափելին նրա համար նա մոռացել է, որ ուրեմն նյութապաշտ մարդիկ, ում վրա նա հիմնվում է, նրանք միշտ փնտրում են որտեղ է գտնվում այդ սարքը, որը փող է տպում։ Իսկ այդ սարքը գտնվում է ոչ թե Մոսկվայում, այլ Վաշինգտոնում։ Եվ հետևաբար, ում որ նա պատկերացնում է, որ Ռուսաստանի մարդ է, հաջորդ վայրկյանին պարզվում է նա բացարձակապես ռուսական չէ, եւ կամ ուժ է ռուսական։ Նա անդադար այդ վիճակում է եւ այսօր, բուն այսօր այդ նույն վիճակում է գտնվում։ Պարոն Մոնչարյան, Դաշնակցությունը արդեն ենթադրում է, որ Ռոբերտ Քոչարյանը նախագահական ընտրություններում կարող է հավակնություն ունենալ Հայաստանի 2013 թվականի մասին է խոսքը, եթե արտահերթ գործընթացներ տեղի չունենան։ Դուք այդպիսի հնարավորություն տեսնում եք եւ ինչու հանկարծ Դաշնակցությունը որոշեց այդ ենթադրությամբ հանդես գալ։ Հայաստանում այս գործընթացը, որը ես նկարագրեցի, մի շատ կարևոր նպատակ է հետապնդում։ Նա բացահայտում է բոլորին, ով ինչով է զբաղված, ով ինչ շահեր նպատակներ է հետապնդում, եւ ըստ այդ բացահայտման բոլորը կստանան այն հատուցումը, որին արժանի են։ Ավելի կմանրամասնեք, ավելի բացեք ճակերտները։ Գիտեք, եթե մեկ վայրկյան այդ հարցից շեղվենք եւ մեկ այլ հարց քննարկենք, կարող են ինչ-որ մարդիկ նստել եւ քննարկվել Նայիրի Հունանյանի հնարավոր մասնակցությունը Հայաստանի քաղաքական դաշտում։ Սուտ այն պատճառով, որ սպանվածների մեջ չկա իրենց հարազատներից որևէ մեկը, Նայիրի Հունանյանի, նույն ձևով կարելի է ուրեմն մարտի 1-ի սպանվածներում տեսնելով, որ սեփական որդիները, եղբայրները չկան, քննարկել տարբեր վարկածներ, տարբեր բաների հետ կապված, բայց այդ ամենը խմորվում է եւ հանգեցնում է մի որոշակի արդյունքի։ Վերջի վերջո ես համոզված եմ, որ այնպես չի լինելու, որ այստեղի գործողությունները տնօրինեն արտաքին ուժերը։ Ես տեսնում եմ Հայաստանում հսկայական պոտենցիալի կուտակում եւ վերջի վերջո բոլոր դատարանները, որոնք գործելու են, լինելու են հայկական։ Եվ այդ հայկական դատարաններում այս բոլոր խնդիրները ով ում գովաբանում էր, ով ում պաշտպանում էր, վերջապես ով որ կատարել է մարտի 1-ը, նա չի հենվել, նա չի եղել ի սկզբանե մի ստոր անձնավորություն, մի ամբողջական մարդ եւ այլ։ Նրան այդպիսին դարձել են հանգամանքները եւ առաջի հերթին որ գոյությունեցել կուսակցականներ, մտավորականներ, կուսակցապետեր եւ այլը, որոնք փրփուրը բերանին պատրաստ են եղել ամեն մի ստորություն իշխող անձի արդարացնել, որպեսզի նրանից ստանալ
եկամուտ, պաշտոն եւ այլ եւ այլ։ Այսինքն զբաղված են եղել հայրենիքի եւ մարդկանց անդադար վաճառքով, ամեն ինչը վերածելով փողի։ Եվ եթե մենք կարծում ենք, որ բարձրագույն պաշտոնյան է լինելու միակ եւ առաջին պատասխանատուն, դա չարաչար սխալվում ենք։ Այսօր այդ շրջանակը որոշվում է եւ ամեն մեկի համար հնարավորություն է ստեղծվել գոնե իր պահվածքով ցույց տալ, որ անցյալը, որ նա իր ուսերին տանում է, դա միգուցե ինչ որտեղ պատահականություններ, իրադարձությունների ինչ որ հատուկ մի դասավորություն, որի հետևանքով նա սխալվել է։ Իսկ եթե չի սխալվել եւ դա օրինաչափություն է եւ նա դա է ինչ որ կա, նա պետք է այդ վիճակի համար պատասխան տա։ Լավ, Ռոբերտ Քոչարյանը ակնարկում է, որ ես միայնակ չեմ գործել եւ ես խորհրդակցել եմ ոչ միայն վարչապետի հետ, որը այսօր գործող նախագահն է, այլև ազգային ժողովի նախագահի հետ։ Այսինքն հասկացնում է, որ ես մենակ պատրաստ չեմ պատասխան տալ եւ ինձ հետ ուրեմն պատրաստ եմ նաեւ ցուցմունք տալ այն մարդկանց դեմ, ովքեր որ դերակատարներ են եղել։ Ինչ եք կարծում այդ գործընթացը որքանով կարող է առաջ գնալ եւ այն գործարքը ըստիս, որ Ռոբերտ Քոչարյանը առաջարկում է ընդդիմությանն ու իշխանություններին, նաեւ միջազգային հանրությանը, որ երկխոսեք, բայց ինձ ուրեմն մի ներքաշեք այս մարտի 1-ի բացահայտման այս ուղեցրի մեջ եւ մենք այս համաձայնությամբ կշարունակենք գործել քաղաքական դաշտում։ Որքանով կարող է ուրեմն կայանալ այդ գործարքը եւ որքանով կարող է կողմերին պետք լինել այսօր հանգիստ թողնել Քոչարյանին։ Ուրեմն այսպես է, արտաքին ուժերը միշտ կարող են գնալ այս կամ այն գործարքի եւ ուրեմն կանգնել մի ինչ-որ աստիճանի վրա, բայց այստեղ շատ բարդ իրավիճակ է ստեղծում, որտեղ բոլոր նրանք, իսկ դա կարող են լինել օլիգարխներ, նրանց կից ուրեմն բանդիտական ստորաբաժանումներ, կարող են լինել պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, կարող են լինել կուսակցապետեր, կարող են լինել մտավորականներ, ընտրական հանձնաժողովների նախագահներ եւ անդամներ եւ այլը, ամենատարբեր մարդիկ, որոնց վրա սլաքը կանգ կառնի, վերջի վերջո այստեղ շատ կարեւոր խնդիր կա։ Մարտի 1-ի բացման մեխանիզմը ինչ է կիրառվել, մեզ հայտնի չէ։ Մեզ հայտնի է մեկ բան, ուրեմն ինչ որ բողոք գնաց Հաագայի դատարան։ Ըստ Հաագայի դատարանի ուրեմն ստատուսի, դրանից հետո այսպիսի բան է լինում։ Նրանք հարցում են կատարում, երբ որ ճշտում են հանգամանքները, իսկ ըստ ամենայնի ճշտել են առաջի հերթին եվրոպական կառույցներից, որոնք գնահատականներ են տվել այդ ժամվա իրադարձություններին Հայաստանի, եւ այդ իրադարձությունները գնահատել են որպես քաղաքական ուժերի հետապնդում, հալածանք, իսկ դա համարվում է այդ ծանր հետևանքներով այդպիսի գործառույթը համարվում է հանցագործություն մարդկության դեմ։ Եվ եթե այդ հոդվածով ուրեմն պատասխանը ստացվում է, դրանից հետո սկսում են բանակցությունները, բայց փակ բանակցությունները տվյալ երկրի ղեկավարության հետ։ Հարց է տրվում, դուք չեք ընդունել իրավասությունը Հաագայի դատարանի։ Ուրեմն կամ ընդունեք այդ իրավասությունները, մենք ինքներս դատենք, կամ դուք վերցրեք եւ դատեք ազգային դատարանով։ Հիմա ինչպիսին են եղել այդ բանակցությունները, ում անուններն են շոշափվել, ինչպիսի գործառույթ է մեզ սպասում, դժվար է ասել, բայց սա ասում եմ, սա շատ բարդ մեխանիզմ է, որը հնարավորություն է տալիս այդ արտաքին ուժին բոլորին պահել այդպիսի հարվածի տակ, բոլորին ներքաշել անհրաժեշտության դեպքում։ Եվ այդ դեպքում արդեն մասնակիցները սկսում են մեկը մյուսի մասին խոսել, մտածել ինչ են անելու, եթե հանկարծ պատահի այն, ինչ որ այսօր ֆանտաստիկ է թվում։ Ուրեմն այդ բոլոր մարդիկ ներքաշված են արդեն, միգուցե ոմանք տաք են, չեն հասկանում այդ բանը, բայց դա այդ ամբողջականությունը ներքաշված է արդեն։ Եվ նորից եմ կրկնում, դատավորը, որ սխալ դատավճիռ է կայացրել, դատախազը եւ այլը, նրանք բոլորը մասնակցել են մի գործառույթում, հանցագործություն մարդկության դեմ։ Իսկ դա արդեն ուրիշ կարգի հանցագործություն է, որի տակից շատ ավելի դժվար է դուրս գալ։ Եվ այս տեսակետից անկասկած մեզ դեռ շատ եւ շատ իրադարձություններ են սպասում։ Այ դուք ասացիք, որ անցյալում մնաց այն կարծրատիպը, որ մեզանում կար եւ մենք բոլորովին այլ իրականության մեջ ենք այսօր եւ այդ գործընթացի այդ սկիզբը կոչվածի
Մեջ շատ կարևոր նշանակություն ունեցավ ապրիլի 20-ին Սերժ Սարգսյանի հայտնի հանձնարարականը մարտի 1-ի բացահայտման գործում նոր թափ հաղորդել եւ այլն։ Իդեպ նա նշեց, որ նա անձնապես շահագրգռված է դրանում։ Այ դուք հավատում եք, որ հենց առաջիկայում իշխանության ներսում, իշխանությունից դուրս մարդիկ իսկապես նրանց նկատմամբ կարող է հետապնդում սկսվել եւ քրեական գործի շրջանակներում կարող են բացահայտումներ լինել։ Որ լինելու են բացահայտումներ, մենք արդեն տեսնում ենք, այսինքն ոչ դատական կարգով, հրապարակային քավության նոխազներ չեն լինելու, այլ լինելու են կոնկրետ դերակատարներ։ Գիտեք, երբ որ ասում ենք քավության նոխազ, մենք ընդհանրապես ուզում ենք ասել, որ մասնակիցներից մեկի վրա, այսպես ավելի շատ բան է դրվում, քան նա կա։ Այսինքն մարդիկ օգտագործվել են որպես գործիք։ Նրանք, ովքեր վարել են ավտոմեքենաները, թալանել խանութները, սպանել մարդկանց, նրանք եղել են ուղղակի հրացանի շարունակություն, բութ գործիք, ոչ մի ուրիշ բան, բայց նրանք համոզված են եղել այն աշխարհի պատկերացումներով, որ դա իրենց տալիս է մեծ հնարավորություններ եւ անգամ սպանությունը, որ հայերի մեջ ահավոր ոչրագործություն է, այսինքն մարդիկ աշխատում են խուսափել այդպիսի քայլերից։ Նրանք չխուսափեցին եւ կատարեցին այդ բանը։ Հիմա բացահայտումները արդեն սկսվել են, նրանք շարունակվելու են։ Այս խմորը դեռ շատ ջուր է տանելու, ինչը կձևակերպվի պետական ուրեմն ացյաններով, ինչը կձևակերպի ինչ-ինչ միջազգային պահանջներով, ինչը կդառնա ինչ-որ գործարքի առարկա տերությունների միջև, այս ամենը մնում է շղարշի հետևում։ Բայց կրկին ասում եմ, ուրեմն այս ամենը նաև արթնացնում է եւ ամրապնդում է ժողովրդին։ Եթե ժողովուրդը մինչև այսօր շատ անգամ ասում է հոգնած ենք, չենք հավատում եւ այլը, նման գործառույթները այդ ակտիվությունը բարձրացնում են։ Եվ երբ որ ժողովուրդը վերցեց իր ձեռքը այս ամենը, խոսակցությունները արդեն ուրիշ են լինելու եւ գործարքները բացառված ընդհանրապես։ Եվ արտաքին գործարքները այո, եւ արտաքին գործարքները նույնպես բացառված են լինելու։ Այդ դեպքում քաղաքական ինչպիսի process-ներ եք կանխատեսում, որտեղ օրինակ քաղաքվանդարկյալների ազատարձակումից հետո ընդդիմությունը հայտարարում է, որ իշխանության հետ մեր թիվ 1 խոսակցության նյութը լինելու է արտահերթ ընտրությունները։ Հավատում եք արտահերթ ընտրություններին ընդհանրապես եւ արտահերթ ընտրությունների առավելությունը հերթականի նկատմամբ այն ձևակերպումները, որակումները, որ ընդդիմությունն է ուրեմն տալիս, հատկապես այն մասով, որ արտահերթ ընտրությունները չեն կեղծվի օրինակ, այ կիսում եք դրանք։ Նու այդտեղ երկու բառ կա այդ արտահերթ ընտրությունների բարակապակցության մեջ, մեկը որ արտահերթն է, մյուսը ընտրություններ։ Սկսենք երկրորդից, ուրեմն դա պետք է լինի ընտրություն։ Ընտրությունը իրականացնելու համար երկու խումբ գործոններ կան։ Մեկը, այսպես կարող եմ ասեմ, ընթացիկ գործոններ։ Հայաստանում ստեղծված է ընտրությունները կեղծելու հսկայական մեքենա, մինչև նա կազմաքանդված չէ, որևէ ընտրություն լինել չի կարող։ Այդ մեքենայի մեջ մտնում է ամեն ինչ, այդ թվում եւ առաջի հերթին փողը եւ իշխանությունը, որը օգտագործվում է ընտրության ընթացքում որպես պատրաստակի գործիք։ Եթե մարդուն դուք լրիվ մերկացրել եք, նա սոված է, ապա ձեր ձեռքի եղած փողը դա արդեն ուղղակի հենց որոշիչ գործիք է։ Հետևաբար ձեզնից պետք է խլվի փողը, դուք պետք է հայտնվեք կալանավայրում եւ դրանից հետո այդ մարդը ուրեմն կկարողանա, ասենք, մի քիչ այլ կերպ վերաբերել այդ ընտրությանը։ Եթե դուք կուսակցություն եք, որ այդ ամենը հովանավորել է, դուք պետք է արգելվեք, ձեր ունեցվածքը պետք է դեպի ուրեմն վերադառնա պետության, պետական սեփականության վերածվի եւ դրանից հետո նոր, ասենք, խոսել, ուրեմն սա ընթացիկ մասն է այդ ընտրությունների։ Երկրորդը շատ ավելի խորքային է եւ, ասենք, մեզանում կա այդ խնդիրն էլ։ Բանն այն է, որ մենք չունենք ըստ էության կուսակցություններ, որոնցով պետք է լինի պայմանավորված այդ գործընթացը, որը անվանում ենք ընտրություն, որովհետեւ ընտրությունը դա նշանակում է, որ մարդուն ներկայացված են ուղիներ եւ կյանքի մի պատկեր, որը նա ընտրում է այդ պատկերը, որը ուզում է ստանալ, եւ ուղին, որը իրեն տանում է։ Այսպիսի մշակույթ մեզանում ընդհանրապես չկա։ Մարդու եթե նույնիսկ առաջարկում են ինչ-որ կլիշեներ, որոնք որևէ կապ չունեն ոչ մի բանի հետ, ուղղակի բարակապակցություններ են եւ վերջ։ Այս տեսակետից ծրագիր կրող ուրեմն այդպիսի ամբողջականություն դեռ Հայաստանում պետք է կայանա։ Եվ այստեղ ես կարծում եմ, որ քաղաքական դաշտին էապես պետք է շտկի քաղաքացիական դաշտը։ Հայաստանում հիմա քաղաքացիական դաշտով է, որ պետք է ամբողջականացվի
ժողովուրդը առաջին հերթին, որովհետև այսօր երբ որ քաղաքական ուժը հանդես գալիս, անդադար մարդկանց մեջ կասկած կա, որ սա էլ ուզում է իրենը ստանա, որովհետև այդպես է եղել տարիներ շարունակ։ Եվ իսկ քաղաքացիականը, որը չի ձգտում իշխանության, որը ձգտում է կյանքի ուրեմն հյուսվածքի փոփոխության, սա ուրիշ երևույթ է, եւ այդտեղ հայտնվել են զարմանալի մարդիկ, որոնք շատ կիրթ են, շատ պատասխանատու են, նպատակասլաց են։ Մի քիչ ասում եմ, քիչ էր այդ պատասխանատվության, ոնց որ ասած, չափսերը, նրանք ընդհանուր երկրի հանդեպ չէին կարողանում վերցնել պատասխանատվություն, բայց կարծես թե սա էլ է հաղթահարվում։ Եվ այդ ինչ որ մենք անվանում ենք արտահերտ ընտրություններ, այդպեսին կդառնան ավելի շատ շնորհիվ քաղաքացիական դաշտի եւ այդ դեպքում դուք այդպիսի դրսևորումներ, այդպիսի ձգտումներ տեսնում եք քաղաքացիական դաշտում։ Եվ իշխանության ներսում կուտակված մրցակցությունը, որը կարծես թե փորձ արվեց այդ հուշագրի ստորագրմամբ վերջ դնել, ինչ եք կարծում, այդ նախընտրական ընթացքում ինչպիսի դրսևորումներ կունենա հատկապես այդ իշխանություն, ընդդիմություն երկխոսության այդ ֆոնին։ Նախ եւ առաջ այդ երկխոսություն բառը իշխանության շատ շրջանակների համար անեցքի պես բան է դարձել, չնայած ոմանք իրենցից փորձում են ներկայացնել, դե ինչ ա եղել, որ դատարկ մի բան է, փորձում են արհամարական խոսել դրա մասին, բայց դա ուրեմն սարսափեցրել է, որովհետեւ դա իրենց համար ծանոթ բան է։ Այս իմաստով միգուցե ընդդիմության համար անգամ էլ հաճելի չի հնչում, բայց հետեւյալ իմաստով նրանք դիտվում են որպես նոր ուժ, որը եկել է իշխանությունը վերցնի, եւ այդ պահի հիմնական ուրեմն լծակները ձերքը պահած հատվածի հետ գալիս են ինչ որ մի գործարքի, իրենց ես խոսում եմ ուրեմն կլանային, իշխանական, ուրեմն տրամաբանությամբ գալու են մի գործարքի եւ տանելու են իրենց եղած չեղածը։ Նրանք խիստ անհանգստացած են, հատկապես եթե հաշվի առնել, որ կա նաեւ մարտի 1-ի գործը, որ ուրեմն ոմանք հայտնվելու են նոր իշխանությունում, իսկ ոմանք բանտում։ Այս երկուսը միաժամանակ է երկու գործընթացը։ Եվ այդ անհանգստությունը բերում է ամենաանսպասելի քայլերի, որոշումների եւ այլը։ Այս պատկերը բարդացվում է նաեւ նրանով, որ իշխանության կոալիցիայի տարբեր ուժեր պատկանում են տարբեր աշխարհակաղակական կենտրոնների։ Ավելի ճիշտ sense ասեմ ձեզ, այդպես են ներկայանում, որովհետև իրականում այս բոլորը, այսպես ասեմ, փողի մարդիկ են եւ նրանք վարձով տրվում են այս կամ այն ուրեմն կողմին, իսկ վարձը լինում է իշխանությունը եւ սեփական երկիրը թալանելու իրավունքը, ուրիշ որևէ վարձ չի լինում, այսինքն երկրները երբեք իրենց փողով դրանց չեն պահում։ Հակառակը նրանց թալանում են իրենց երկիրը, մի մասը տալիս են այդ ուրեմն ուժին, մի զգալի մասը, մի մասն էլ պահում են իրենց, այս սա է նրանց գործառույթը։ Հիմա այս ամենը բերել է նրան, որ իշխանական դաշտը խիստ թուլացած եւ բսկտված է, եւ այդ թուլությունը եւ բսկտվածությունը շարունակվելու է խորանալ գնալով, որովհետև ասում եմ, անդադար նոր քայլեր, նոր բացահայտումներ, նոր խնդիրներ եւ այս սա է իրենց սպասում։ Եվ սա ոնց ասեմ ձեզ, անեցքի պես մի բան է, որ մարդու վրա իջել է, բայց խնդիրը նա է, որ պետք չէր այդ ուղին ընտրել։ Ինչպես հայտնի գրքում ասվում է, գայթակղությունը իհարկե գալու է աշխարհ, բայց վայ նրան, ում միջոցով նա գալու է։ Շատ լավ, շատ շնորհակալություն այս հրավերն ընդունելու համար, պարոն Մանուչարյան, ես կարծում եմ սպառեցինք այն օրակարգը, որ ես ծրագրել էի։ Ես հիշեցնեմ, որ իմ հյուրն էր Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, շնորհակալություն, ցտեսություն։